Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և հրաշալի նախաձեռնության մասին ենք հիմա խոսելու։ Երևանում մարտի 27-ին տեղի կունենա նոր սերնդի համահայկական թվային հարթակի միասինի պաշտոնական թողարկումը։ Միասինը նորարարական սոցիալական հարթակ է, որի նպատակն է միավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին հետաքրքրությունների, գաղափարների և նախաձեռնությունների շուրջ։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում է Ֆրանսիահայ գործարար, հասարակական գործիչ, միասինի հիմնադիր Վարդան Գաբրելյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Երբ որ առաջին անգամ ես հիշում եմ դուրս եկավ Adnaklassnik, հետո Facebook, ես այսպես թերահավատորեն գրանցում եմ, դե մտածելով որ մենակ գրանցում եմ գտնեմ դպրոցական ընկերներից, հետո արդեն Facebook-ը ավելի լայն հարթակ, մի խոսքով գնալով եւ նմանատիպ բաներին սկզբում շատ թերահավատորեն ես վերաբերում, մտածելով դե սա ուղղակի պարզապես համացանցային ինչ որ հետաքրքիր վիճակ է, բայց գնալով այս ամենը դառնում է մեր կյանքի մի մասը։ Այսօր արդեն ձեր շնորհիվ կա միասինը, որտեղ հայերի արկայությունն է շեշտվում, գտնելու միմյանց։ Դուք պատկերացրեք, որ թերահավատորեն նույնիսկ մոտիկ մարտիկ ընկերներ մոտեցա մեր ծրագրին մի քանի տարի առաջ, որտեղ 4 տարի աշխատում ենք, եւ այսօր արդեն լույս է տեսել միասինը եւ արդեն սկսել են այլ ցևով նայել, որ ծեր նման թերահավատությունից անցնել ենք իսկական հավատք եւ փաստացի կորտիկա, որը արդեն iOS-ի վրա, այսինքն App Store-ի վրա եւ Google Play-ի վրա գտնվում են։ Այո, ես հիմա փորձեմ նաև ներբեռնել մեր Այո, միաժամանակ լսողներն էլ կարող են միաժամանակ թե լսել, թե ներբեռնել եւ ինքը տալիս է լայն հնարավորություններ, այսինքն ես ուզում եմ միանգամից ասել, որ մենք չենք ստեղծել այսպես անկյունը մի հատ նստած 4 երեխա, որ մի հատ gadget են ստեղծել, չէ, ստեղծել ենք իսկական հաղորդակցության զենք, որը ունի բոլոր մեծերի հնարավորությունները թե Facebook-ի, թե LinkedIn-ի եւ դեր ունենալու ենք, որովհետեւ դա ընդամենը սկիզբն է մեր ճամփորդության, բայց ունենք նաեւ գործառույթներ, որոնք մեծերի մոտ չկան։ Ու դա մեր առավելությունն է լինելու, որովհետեւ մենք հայերին, բայց նաեւ ասեմ, որ սա միայն հայերի համար չի։ Միասինը նվիրված է հայերին, բայց մենք ունենք օդարների համար, դրա համար էլ մեր ծրագիրը բիզնես ծրագիր, որ մենք հասնելու ենք միջազգային շուկաներ, այսինքն երկիր առ երկիր բացվելու ենք ու վաճառելու ենք մեր տարբերակը օդարներին, բայց մենք տալիս ենք ավելի լայն հնարավորություններ, օրինակի համար, եթե դուք գտնվում եք Աթենքի օդանավակայանում եւ ուզում եք տեսնել ով գա հայ, միացնում եք միասինի notification system-ը, միանգամից եւ geolocalization-ի հիման վրա ինքը տալիս է ով գա, բայց կարող եք նաեւ նստել Սարյան փողոցում եւ տեսնել ով է տենիս խաղում, կին 20-ից 40 տարեկան, ում հետ դուք կուզենաք խաղալ տենիս, բայց նաև որ խոսում է օրինակի համար հունարեն։ Եվ եթե այդ անձը գտնվեց այդ վայրում, դուք կունենաք notification 2 տեք։ Դա բարդաթիր չէ, դա ձեր կամքով բացում եք։ Այսպես շարունակ մենք ունենք հաղորդակցությունների messaging-ի թարգմանչական հատված, որը հենց դա էր ինչ շատ հետաքրքիր է։ Այո, միանգամից սինխրոն պայտակ արագ թարգման։ Այսինքն եթե դուք ինձ գրում եք արաբերեն, պատկերացնենք, կամ չինարեն, ու ես իմ հեռախոսս ֆրանսերեն է ու չեմ հասկանում չինարենը, միանգամից ստանում եմ թարգմանությունը, որովհետեւ 6 բիզնեսմեն կարող են իրար հետ հաղորդակցվել վարկյանական փոխանակ copy paste անելու, գնալու Google Translate, տեսնենք ինչ ասել, եւ նույնը եղբայրների միջեւ, որտեղ այսօր կազններ ունենք Ամերիկայում, կազններ ունենք Ռուսաստանում, բոլորը խոսում են հայերեն, բայց չեն կրում հայերեն կամ կես կատար են կրում հայերեն, իրանք կրում են իրանց լեզվով ու մենք ստանում ենք մեր լեզվով, այսինքն մեր երկրի լեզվով։ Անունը շատ լավն է, միասին ինքը համախմբման իմաստ ունի իր մեջ, բայց ինձ հետաքրքիր է գաղափարը ինչպես ծնվեց, որովհետև սովորաբար նման հարթակները ստեղծվում են ինչ-որ բաց լրացնելու համար։ Դուք արդեն մի քանի բացեր նշեցիք, որոնք էլ ավելի մեծ հնարավորություններ են մեզ տալու, քան մինչև հիմա եղած սոցիալական հարթակները, որից մենք օգտվում ենք։ Իսկ սկզբանե գաղափարը ինչպես առաջացավ։ Սկզբանե գաղափարը ստեղծվեց, եւ որ մենք ուզում էինք համալսարան ստեղծել, on-line ալտերնատիվ համալսարան եւ ոչ թե սոցցանց, բայց եւ որ տեսանք բազմաթիվ պրոֆեսորների հետ եւ այլն պատրաստեցին կոնցեպտ եւ սկսանք մի քիչ աշխատել ծրագրի վրա, կան կարանք, ասեցինք, որ ինչի համար ենք աշխատում, եթե լսարան չունենք կամ եթե լսարանը փոքր է։ Ուրեմն գնանք լսարանի ուղղությամբ։ Ու տենց ծյունակնդակի նման փոքր գաղափարը ուրջացավ, մեծացավ ու դարձավ հսկայական ծրագիր։ Սա էր ի սկզբանե գաղափարը, բայց այդ բացերը, որի մասին դուք խոսում եք, ոչ թե միայն առաջարկի ցևով են գալիս, այլ նաև գաղափարական։
Այսինքն այսօր մենք ունենք 9 միլիոն ժողովուրդ աշխարհում մեկ սփռված եւ ունենք հսկայական տաղանդներ, հսկայական պոտենցիալ, բայց մեր անգազմագերբության պատճառով մենք չենք կարողանում այդ մարդկանց համախմբել կամ թեմ հանդիման բերել երկու ակադեմիկոս։ Հիմա շատերը համագործակցում են, այդպես չէ որ մենք ենք այդ դա ստեղծում, ոչ, բայց այն բացը որ կա, եթե 9 միլիոնի մեջ պայմանականորեն ասեմ, այսինքն 10% շփվում է իրար հետ, այդ չեմ ասում 90%-ը մենք բացը փակելու ենք, բայց 90%-ի 10%-ն էլ մենք կարողանանք փակել, գրտնապատկում ենք մեր պոտենցիալը։ Այսինքն այսօր Բոստոնում, Մարսելում, Բեյրութում, Թեհրանում կան այնպիսի ուժեր եւ նոր սերունդի մեջ հատկապես, որոնց մասին չենք հետաքրքրվում, ամեն մարդ իր կյանքով է ապրում, ու մենք մարդկանց ասում ենք ինչպես կարող եմ ցեզ օգնել։ Դա ամենակարևոր հարցն է, որ տալիս ենք։ Ու բերում ենք երկու լրագրող, երկու տենիսմեն, երկու ակադեմիկոս, երկու բիզնեսմեն, երկու հոբի սիրող, լեռնակնացություն սիրող մարդիկ թեմ հանդիման, որոնք իրար կարող է չճանաչեին ամբողջ կյանքում, նույն երկրում, նույն քաղաքում, բայց նաև ինչու՞ չէ տարբեր աշխարհակրություններով։ Դա լինի քրագանություն, դա լինի թատրոն։ Մեր համագարկը ստեղծված է հոբիների վրա։ Ինչ հոբի որ ուզենաք, 1060 հոբի ունենք առայժմ, լրացնելու ենք իհարկե։ Եթե ձեր հոբի համապատասխան դուք կարող եք ստեղծել ակումբ եւ նաեւ փող աշխատել, եթե քոչ եք օրինակ համար, բայց կարող եք եթե նախաձեռնող չեք, եթե ժամանակ չունեք, միանալ ակումբների։ Եվ տենց ու այդ ակումբներում կան մենեջմենթի համագարկեր, կա սրվեյների հարցախույզների համագարկ, որը հասանելի է թե քաղաքական ուժերին, թե բիզնեսներին, թե ակադեմիական, թե բարձ մարդկանց, որովհետեւ իրանց հարցախույզները անեն, կա քվեարկության համագարկ, փակ կամ բաց, այսինքն լայն, որովհետեւ հասարակական գազམ་ագերբությունները կամ կամպանիները կարողանան օգտագործել իրանց համար, այսպես շարունակ ունենք բավական առաջարկներ, լուծումներ, որոնք տարբերվող են մյուս հարթակներից։ Հարթակը այսօր արդեն application-ով կա եւ հասանելի է բոլոր iOS եւ Android համակարգերում։ Ինձ հետաքրքիր է, մինչեւ այսօր քանի օգտակատեր ունենք եւ ինչպես եք պատկերացնում ավելացումը։ Այո, նուրբ հարց է, որովհետեւ եթե թիվը տամ, պիտի ասեք շատ քիչ է, բայց եթե ավելացնեմ, որ մենք դեռ չենք պաշտոնապես թողարկվել, ուրեմն 4200 կամ 4300 այսօր թիվը ինքը շատ լուրջ թիվ է նախաթողարկման փուլի համար, որտեղ մենք անցնող ամիսներին զննումներ էինք անում, ուղումներ էինք անում եւ դեռ անելու ենք, այսինքն եթե հանկարծ հանդիպեք ինչ-որ բագի կամ թերության չզարմանաք, որովհետեւ դա process է զարգացման, այսօր մեծակույնները գայացած ընկերությունները ունեն բագեր, այնպես որ այդտեղ պիտի որ ներողամիտ գտնվեք, որ ինչ-որ բան դեռ չի ստացվել կամ թարգմանություն, որովհետեւ մենք 16 լեզուներով ենք։ Այսինքն այնպես ենք արել, որ ոչ մեկ հայ աշխարհում դուրս չմնա։ Չեմ խոսում հաղորդակցության լեզուների մասին, որ 100-ից ավել են, ու ինչ լեզուով ուզեք չինարենով, արաբերենով, պարսկերենով կարող եք գրել, բայց գործածական լեզուն, structure-ի, գառույցի լեզուները 16 են, որովհետեւ բուլղարահայը, ով հայերեն չի իմանում կամ անգլերենի չի տիրապետում, ինքը կարողանա բուլղարերեն կամ վրացերեն կամ լեհերեն հայը օգտագործել։ Միայն ռումաներենն է, որ առայժմ չկա ու դա լինելու է 16 լեզվով արևելահայերեն, արևմտահայերեն, սովետական ուղղագրությամբ, մեսրոպյան ուղղագրությամբ, որովհետեւ ոչ մի հայ չասի, որ իմը չկա այստեղ։ Սուր, գրանցվեցիր։ Այո, ես այստեղ մի բանի հանդիպեցի, որ գրանցումը շատ հաջող է անցնում, ինչ որ Հովանա սպոնսորский կոդ, Հովանա, սա պետք է լրացնել ես դաշտը, թե բաց թողնել։ Այո, ես ցես կդամ կոդը, որովհետեւ դուք 20 եվրո շահի կրեդիտով, իսկ ես շնորհիվ ցես կշահեմ ամեն մեկ իմ կոդը օգտագործողի բարակայում 5 եվրո։ Ես արդեն հարուստ եմ, մի քանի 100 եվրո գուտակել եմ, եւ այս գումարները մոնետայզ են արվելու, ամեն մենք յուզերներին, օգտատերերին տալիս ենք հնարավորություն նաեւ գումար աշխատելու։ Իվենտներ կազմակերպելու։ Միակ հարթակն ենք, որ ունի վճարովի իվենտ։ Այսօր Facebook-ի վրա չեք կարող վճարովի իվենտ կազմակերպել, կարող եք հայտարարել, այդ վճարովի իվենտը պետք է հղում անի դեպի երրորդ կայք։ Իսկ մեր մոտ կարող եք դուք անձնապես, եթե տենիս եք սիրում կամ նարդի եք սիրում, նարդի մրցաշարք կազմակերպել $10 անց գլուխ
եւ 100 հոգու հավաքեք, շնորհիվ մեզ, այսինքն նույնիսկ այն մարդկանց, որոնց դուք հասանելի չեք կյանքում, մենք ցեզ հասանելի կդարձնենք, մանավանդ նրանք, ովքեր նշել են ֆիլտրների մեջ, որտեղ ֆիլտրների համագարկ ունենք, որ նարդի են սիրում, դուք հավաքում եք $1000, մեզ տալիս եք $50 ընդամենը 5% եւ շահում եք գումար մեզ հետ։ Այսինքն հետո կրառումների հետ էլ կապված։ Սա cash գումարի մասին է խոսքը։ Իսկ կրեդիտ գումարներ կարող եք շահել, եթե լավ կրառումներ անեք, եթե որակյալ կրառումներ անեք, կրեդիտներ եք շահում, բայց նաև սա էլ է նորություն մեր մոտ, եթե որակյալ կրառումներ եք անում, որտեղ մենք ուզում ենք այս անորակ մթնոլորտից դուրս գալ, հայյանքներից որակյալ գրառումներ ասելով ինչ է նկատի ունեք, դեպի ճյուղը որ ուղղված է։ Բոլոր ճյուղերով, տա լինի մարզական, վերլուծական, տա լինի տնտեսական, տա լինի հոգևոր, տա լինի քաղաքական, տա լինի մշակութային, ինչ որ որակ է բերում։ Իսկ ով է ստուգում դրա որակը։ Թե ծեր հետևորդները, թե մենք։ Այսինքն Եվրադեսիլի նման երկու քվեարկություն կա, թե հանրությունը, թե ժյուրին։ Եվ դրանով դուք 2-3 անգամ տեսանելիություն եք ստանում նույն օրվա մեջ ծեր բադի վրա, որբեսի այդ որակը քերագշիր դառնա մեր հանրության մեջ, որտեղ մենք հստակ բայկար ենք մղում ֆեյքերի դեմ, հայոյանքի դեմ, ու այդ հայոյանքի դեմ բայկարը գնում է ոչ թե մարդկանց տաս տալով, որտեղ դա լուծում չի, այլ լավը որակավորելով, բարձրացնելով, տեսանելի դարձնելով եւ ոչ միայն տեսանելի ծեր ընկերների շրջապատում, եթե որակ եք ապահովում, դուք դառնում եք տեսանելի նաև ոչ ընկերների շրջապատում շնորհիվ մեր ալգորիթմներին։ Այսինքն այնպիսի լուծումներ են գտել, ինչպես դուք քիչ առաջ ասում եք, բացեր ենք փակում, ոչ թե միայն տեխնիկական բացեր ենք փակում, այլ հասարակական ազգային մեր կյանքի խնդիրների հետ կապված տեխնիկական լուծումներ ենք բերում ազգային հարցեր լուծելու։ Շատ լավ։ Նմանատիպ բոլոր իհարկե, երբ որ կար համացանցային տարբերակներ, միշտ ինչը մեզ առաջին է հետաքրքրում, մանավանդ մեր ժամանակներում, ինչքանով են ապահովում մեր տվյալները, որոնք մենք այդտեղ ներկայացնում ենք։ Սա շատ կարևոր է, վերջին շրջանում շատ է ստացվում այնպես, որ տվյալները կարող են հակերների կողմից իհարկե գողանալ եւ օգտագործվել։ Ինչքանով է միասինում ապահով յուրաքանչյուր օգտատերի անձնական տվյալները։ Տեսեք, Պենտագոնը գիտեք ինչ է։ Այո։ Պենտագոնը ապահովված չէ այսօր։ Այսինքն խոսել զերո ռիսկի մասին սուտ է։ Այսօր չկա զերո ռիսկ, բայց կա ճանք, ջիկ, որովհետեւ հարավելակույն անվտանգություն ապահովենք թե սերվերների, թե ընդհանրապես տվյալների։ Դրա համար մենք ֆրանսիական ընկերություն ենք եւ հետևում ենք GDPR համագարկին, այսինքն ոչ Պակիստանում ենք կայացած, ոչ էլ Միացյալ Նահանգներում, որտեղ ռիսկերը ավելի շատ են, քան ամենաուժեղ օրենսդրությունը մեզ բարտավորեցնող, նույնիսկ քրեական հանցանք որպես նկատվող, եթե մենք անենք այնպիսի տվյալների փախուստ, այսինքն ամենախիստ ռեժիմը այսօր եվրոպական ռեժիմն է, ու մենք ֆրանսիական ընկերություն ենք, հայամետ, պետականամետ, համահայկական, բայց Ֆրանսիայում գտնվող։ Դա առաջի պատնեշն է։ Երկրորդ պատնեշը մենք ունենք զանգերի, դեսազանգերի եւ հեռախոսազանգերի համագարկ WhatsApp-ի նման, հենց ինտեգրացված միասինի մեջ։ Եվ մեր զանգերը երեքս միասին եթե դեսազանգ անենք, չի մտնում սերվերի մեջ, այսինքն ծեր նշած հեքերը եթե մտավ մեր սերվերների մեջ, պատկերացնենք որ դա հնարավոր է, այսինքն մենք ամեն ինչ անում ենք որ դա հնարավոր չլինի, բայց ինչպես ասեցի, զերո ռիսկ չկա։ Մեր զրույցը չի գտնելու հեքերը, որովհետև գոյություն չունի սերվերների վրա։ Դրանից ավելի անկողմ անվտանգություն չկա։ Այսինքն մարդիկ որ խոսանան մենք կապահովենք ցեզ եւ այլն, մենք չենք մտցնում conversation-ները սերվերներում։ Եվ տվյալների, այսինքն բանը անվտանգությունը մենք երաշխավորում ենք մեր կողմից, չի լինի արտահոսք, չի լինի թուլություն, չի լինի անպատասխանատվություն, բայց ելի եմ ասում, որովհետեւ հստակ լինի, մի բան էլ ավելացնեմ, այսօր իմ ներկայությունը այստեղ բացի եթերից, արդեն նրանք ովքեր պետք է որ իմանան, իրենք իմացել են։ Ես վերցրել եմ տաքսի, GG տաքսի, ես վերցրել եմ գեսորին ինչ եմ ուտում, պատվիրում եմ ճաշը, իրենք տեսնում են նաև ինչ եմ ուտում, որտեղ եմ ուտում, այսինքն անվտանգության խնդիրով շատ պետք չէ բոլորս զբաղվենք, պետք է զբաղվենք դմրանյութով զբաղվողները, քրեական հանցանքի մեջ գտնվողները եւ դերես մեծ բիզնեսմենները եւ քաղաքական գործիչները։ Ժողովուրդը թող շատ չմտահոգվի, ինչ են տվյալները, ինչ գաղտնիք բան ունենք,
եթե մենք վտանգավոր գործերի մեջ չենք։ Իսկ վտանգավոր մարդիկ թող բագաս լինեն միասինում։ Թող չլինեն միասին։ Թող չլինեն։ Իդեպ ինձ համար վերջերս նախ սկսենք նրանից, որ Facebook-ը եւ Instagram-ը մի ինչ-որ ժամանակահատված առաջ, երևի 1-2 տարի առաջ շատ լուրջ էրորի առաջ կանգնեց եւ բոլորի մտահոգությունները հենց նամակագրություններն էին, որ հենց նամակագրությունները կարող են տարածվել։ WhatsApp-ը հրաշալի տարբերակ ունի, եթե դու ուզում ես ինչ-որ մեկի նկարը screen անել էկրանից, իրենց profile pic-ը, ինքը չի թողնում, բլոկում է։ Յուրաքանչյուր ընկերոջ, ոչ ընկերոջ, եթե ինչ-որ մեկի WhatsApp-ի նկարը փորձեք նկարել հեռախոսով, ինքը չի թողնելու։ Ես ուզում եմ իմանամ, այս ֆունկցիաները կան միասինում եւ հատկապես նամակագրության առումով որքանով է պաշտպանված, այսինքն երկու մարդու միջև եղած նամակագրությունը կարող է ինչ-որ ձևով հակերների կամ չգիտեմ, էջը կոտրելու ձևով տարածվել, թե ոչ։ Դեսեք, այս առումով էլ Telegram-ն է մի փոքր ավելի անվտանգ, քան մյուս եղած սոցիալական հարթակները։ Ես այս գործի մեջ եմ տարիներ ի վեր եւ նրանք ովքեր ցեզ ասում են, որ անվտանգ է իրանց մոտ, ես ինքս գիտեմ ինչի եմ մտածում, դերահավատությամբ պետք է մոտենալ, որտեղ զերո վտանգ չկա։ Հակերներին դուք պագում եք այսօր, հակերները նոր մեթոդ են ստեղծում չարթելու ձեր բագած ճանապարհը։ Այսինքն ես ուզում եմ ասել, ես հակառակը պետք է ասեմ, ինչ եք մտածում, դա անվտանգ է, ոչ, անվտանգ բան չկա։ Դրա համար քիչ առաջ ասեցի, որ սովորական մարդիկ, ովքեր խոսում են այսօր ինչ են ճաշեպելու կամ իրենց բիզնեսը ինչ են անելու եւ այլն, իրանցմով եթե կարծում եք թե ցեզմով հետաքրքրվող մարդ կա անվտանգային ծառայություններից եւ այլն, դուք մի կրեք միասինում, մի կրեք այլ դեղ եւս, անվտանգ տեղ չկա։ Այսինքն դա ես ասում եմ որպես խորհուրդ մարդկանց, այնինչ որ բերի որ ես չասեմ, բայց իմ նպատակը այսօր ապրանք վաճառել չէ, իմ նպատակը ճիշտ տեղեկություն փոխանցելն է նաև մեր մասին։ Այսինքն չկա զերո անվտանգություն։ Այդպեսի բան գոյություն չունի։ Դուք պիտի կառավարեք, դուք պիտի սովորեք, դրա համար մեդիա գրագիտություն կա, մենք դա անելու ենք, որպեսզի բացատրենք մարդկանց ինչն է անվտանգավոր։ Տեսեք, այնքան կարճ է ժամանակը մեր 4 տարվա պատմությունը պատմելու եւ անելիքները պատմելու համար, որ հույսով եմ, որ ժամանակի ընթացքում մենք կարողանանք թելադրել կամ բացատրել մեր օգտատերերին, որ ինչն է լավը, ինչն է վատը, ու մենք ամենակարևորը լինելու ենք անգերց մեր հայրենագիտների հետ։ Մեզ ինչով են ավելի շատ նաև հետաքրքրում համացանցի այդ տիրույթները, որովհետև մենք կարողանում ենք ամենասկզբում, հա, ինչ-որ հետաքրքիր վիդեոներ, նկարներ սարքել, մոնտաժել, ֆիլտրներով, փակել, ինչ-որ հետաքրքիր ձևով։ Առաջին Instagram-ը հենց դրանով դարձավ ավելի պոպուլյար, հետո արդեն դարձավ ընդհանուր ցանց։ Ինչքանով են միասինը տալիս նմանատիպ հնարավորություններ, վիդեո էդիտորներ եւ այլն, որոնք կարող են նաև օգտատերերին ժամանցն ապահովել։ Մենք հասկանում ենք, որ ժամանցը կարևոր ազդակ է, որպեսզի մարդիկ հաճելիորեն նույնիսկ հիվանդակին գերբով միանան ցանցին։ Դա դժբախտաբար տեսեք WeChat-ը չինական տարբերակը կամ TikTok-ը օրինակի համար, որ չինական է, ինքը նույն քաղաքականությունը չունի Չինաստանում, ինքը թույլ չի տալիս երեխաներին 2 ժամից ավել օգտագործել, բայց բոլոր աշխարհին տալիս է հնարավորություն փտացնելու մտքերը մեր երեխաներին։ Մենք նույն քաղաքականությունն ենք որդեգրելու, մենք պաշտպանողական պիտի որ հաճելին չհիվանդացնենք երեխան տալով ամենաաբսուրդ կոնտենտը, դրա համար մենք որակի վրա քիչ առաջ որ նշեցի, տարբեր լուծումներ ունենք, բայց միաժամանակ պետք է հաճելի դարձնենք, պետք է ալտերնատիվ դարձնենք։ Ուզենք թե չուզենք, պիտի որ այդ ծեր նշած վիդեոները, գadgetները, այդ ֆիչերները ունենանք, մենք ամեն ֆիչերները այսօր չունենք, որտեղ այսօր առաջի փուլն ենք ավարտել, բայց մենք ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ նորություններ ենք բերելու, հայտարարելու ենք դրա մասին, որովհետև դե մարքեթինգային առումով դա հետաքրքիր է, որ միշտ նորություններ բերենք, դե այդ բարձ առումով, որ մենք հասցրել ենք առաջի փուլը, հիմա անցնում ենք երկրորդ փուլին, շատ հետաքրքիր լուծումներ ունենք, ես կուզեմ ասել, որ կարող ենք նույնիսկ զարմացնել մեր լուծումներով, նույնիսկ այնպիսի բաներ, մենք երբեմն մտածում ենք, թե այդ մեծերը, խոշորները ինչպես է պատահել, որ այդ մեր մտածածը չեն արել, այսինքն իրանք հսկաներ են, բայց արի ուտես, որ փոքրերը երբեմն ավելի կրեատիվ են լինում, ավելի փորձում են իրանց մկանները ավելի բրկել,
որպեսզի ավելի ուժեղ առաջ գնան կան ուժեղները եւ մենք լուրջ մրցակցության մեջ ենք ոչ թե մասշտաբների առումով 3 միլիարդ օգտատեր ունենալու առումով ինչպես Facebook-ը, այլ մեր նպատակն է 3 տարվա մեջ 120 միլիոն օգտատեր ունենալ աշխարհով մեկ, իսկ հայերի մոտ 1 միլիոնը գերազանցել այդ 3 տարիների ընթացքում։ Իսկ թիմը, որ աշխատում է միասինի վրա, Հայաստանից են, Ֆրանսիայից են, մեծ թիմ է, չէ՞ աշխատում հավանաբար։ 22 հոգի է առայժմ, այսինքն ընդհանրապես այդպես է եղել անցնող 4 տարիների ընթացքին։ Ներսի եւ դրսի թիմեր են, IT թիմը դրսից է, ներսի թիմը մարքեթինգ եւ user relationship, բայց ներսի թիմը, այսինքն Հայաստանի թիմը, որ մի քանի հոգի են առայժմ, դառնալու է 28-ը մեկնարկից անցնող շաբաթների ամիսների ընթացքին։ Նոր սկսվում է ամեն ինչ եւ ինձ հետաքրքիր է, երբ որ Ցուկերբերգն էլ նոր սկսում էր Facebook-ը, չէր պատկերացնում թե մոտավորապես մի 10 տարի հետո ինչ է լինելու։ Դուք հիմա պատկերացնում եք մի 10 տարի հետո միասին ինչ է լինելու։ Ես համեստ պահելու համար ես ինձ ասեմ, որ թե պատկերացնում եմ, թե շատ բան չէինք պատկերացնում 2 տարի առաջ, ահավասիկ այսօր խոսում ենք կրիպտոկարենսիի մուտքի մասին միասին ցանց, որը 2 տարի առաջ մեր մտքում չկար, բայց մասնակիցները իրանք են ասում, դուք խելքներդ լավ աշխատացրեք, կրիպտոկարենսին լավ լուծում է ձեզ համար, քանի որ այդ 120 միլիոն յուզերների ցանցը դուք ստեղծում եք կամ գնում եք դեպի ստեղծման։ Այսինքն շատ մեծ աշխարհ է, ոչ թե շնորհիվ մեր նորարարությունների, մեր ստեղծագործ մտքի, չէ, այլ այն զարգացումներին, որ աշխարհով կատարվում են ամեն ժամ, մենք միայն եթե հետևենք այդ զարգացումներին, արդեն ծեր ասացի պատասխանը կգտնենք, այսինքն չենք պատկերացնում ուր է գնում աշխարհը։ Եվ մի քիչ էլի սոցիալական հարթակի առանձնահատկությունից խոսելով, օրինակ TikTok-ը վիդեո տարբերակով սոցիալական հարթակ է, այսինքն այնտեղ հենց վիդեոյի բոլոր հնարավորությունները, հա, կարճ մոնտաժ եւ այլն սա գրավեց մարդկանց, որ TikTok-ում փորձեցին գրանցվել։ Instagram-ը ավելի վիզուալի, ֆոտոների համար է, Facebook-ը նաեւ գրառումների համար է։ Միասինում առանձնահատկությունը ո՞րն է լինելու։ Առանձնահատկությունը տեսեք ալգորիթմների մեջ է, այսինքն դուք այսօր ունեք ծեր նման մտածող կամ նույն հոբին օգտագործող մարդ, ժամանակ չունեք գտնելու այդ 60 հոգին, ովքեր ծեր հոբին ունեն, ալգորիթմները բերում են ցեզ թեմ հանդիման այդ մարդկանց հետ, այսինքն եւ դուք եք ընտրում ում հետ եք ուզում շփվել։ Ուզում եմ ասել, ժամանակի խնդիրը մենք լուծում ենք ոչ մի հարթակ այսպիսի ալգորիթմ չունի։ Հիմա մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչի մասին եմ խոսում, բայց գործածելիս մարդիկ զարմանալու են, որ բոլորը ինձ նման վահանդերյան սիրող մարդիկ են, բոլորը ինձ նման նկարչություն սիրող մարդիկ են, բոլորը ինձ նման նույն մտածողության մարդկանց հավաքում են։ Ես հասկացա գտնել շատ արագ, ժամանակը խնայելով գտնել շատ արագ քո նախասիրությունների, քո հետաքրքրությունների տեր մարդկանց, այո։ Բայց ծեր նշած վիդեոները, այնինչ որ այսօր չունենք, մենք պատրաստ տեսեք մեր ատելյեի մեջ, այդպես ասած աշխատանոցի մեջ մենք ունենք լիքը լուծումներ, որոնք արդեն չեն ավարտված, ընթացքի մեջ են։ Այսինքն TikTok-ային դարբերակը պիտի լինի, որովհետև դա իմ ցանկությամբ չէ, դա բարդատրանք է, պահանջ է, որ յուզերներին ես գոհացուցիչ պատասխաններ բերեմ, այնինչին իրանք սովոր են այսօր, մենք պետք է այդ բոլոր լուծումները բերենք ու բերում ենք։ Ես արդեն հեսա կգրանցվեմ, մի քանի երկու դետալային բաներ կա լրացնեմ։ Եվ ես կդամ իմ referral կոդը, քիչ արագ հարցրեցիք referral կոդը, արիտա տալիս, որ ես ձեզ դամ իմ կոդը, դուք իմ կոդով գրանցվեք, դուք շահում եք 20 եվրո որպես կրեդիտ, ես էլ ամեն մի մարդ, որ օգտվում է իմ կոդից, շահում եմ 5 եվրո, այդ 5 եվրո մենք դարձնում ենք գումարի ու վերադարձնում ենք ձեզ ավելի ուշ։ Շատ լավ, դուք էլ փորձեք գրանցվել միասինում, որտեղ միասին բոլոր հայերը կհավաքվեն ու արդեն կունենան ընդհանուր քննարկման թեմաներ եւ ասեն, որ այնպես որ այսուհետ նաեւ ես ինձ կարող եք գտնել միասինում, ես էլ կփորձեմ պարբերաբար լուսաբանել ու ներկայացնել, որտեղ շատ հայանվեր գործ եք անում եւ կարծում եմ, որ սրա մասին պիտի ավելի շատ խոսել եւ աշխարհի բոլոր հայերը հավաքվեն միտեղ եւ իհարկե կարողանան շատ բաց ու հետաքրքիր ձևով շփումներ կազմակերպել, ինչը կբերի շատ ու շատ հետաքրքիր գործերի։ Ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սափոր Ռոզեգինին, որպեսզի ձեր հաջողությունները նշեք հենց այս գինով եւ տրամադրությունը թիմի բարձր պահեք։
Շնորհակալ եմ։ Եվ իհարկե Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայանում է խոհանոցային պարագաներով, ասեմ, որ այս խոհանոցային պարագաները հատուկ ծածկույթ ունեն, որոնց վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաները։ Չգիտեմ, խոհանոցում ինչպես եք։ Շատ տույն։ Դե կարծում եմ այս խոհանոցային պարագաները որոշ չափով կարող են թեթևացնել ձեր հոգսը, եւ ուզում եմ ձեզ նվիրել մի փոքրիկ քարտ, որը կոչվում է արև բացիկներ։ Սրանք բոլորեն հավաքված են այստեղ բոլոր շատ կարևոր ու գեղեցիկ խոսքերը երգերից եւ բանաստեղծություններից եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների եւ նվերների։ Այստեղ իհարկե Սահակյանի խոսքերն են, հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախ երաս, արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս։ Քիչ մնաց սկսեի երգել։ Նվիրեք ձեզ համար շատ սիրելի ու հարազատ մարդու եւ կարծում եմ ամեն ինչ կլինի հրաշալի։ Շնորհակալ եմ շատ։ Միասին մեծ հաջողություններ եք։ Շատ շնորհակալ։ Միասին գնանք առաջ եւ այս պահին կարճատև դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք։